Եվ այսպես մենք արդեն եթերում ենք սիրելիներս, ողջունում եմ նորից բոլորիդ, ովքեր միանում են ձայնագրությամբ, միևնույն է նորից էներգետիկան աշխատում է։ Եթե անգամ այսօր հիմա կանենք այն պրակտիկաները, որոնք որոշել ենք, դուք հետո եւս ձայնագրությամբ կարող եք կրկնել։ Եվ ասեմ, որ սա նույնպես մարզանք է, ուղեղի մարզանք է, կապը ավելի ակտիվացնում ենթագիտակցականի ու գիտակցականի, դրա համար պարբերաբար կրկնելը շատ կարևոր է այսպիսի պրակտիկաների։ Նաև տալու եմ ձեզ գիտելիք, թե ինչպես անմիջապես լարված վիճակում հանել ներսից ռելաքսացիայի տալ մարմինը։ Եվ ինչպես գիտեք, միշտ ես խոսում եմ այդ մասին, շնչառությունը այն կապող օղակն է մարմնի եւ մտքի միջև, որով դու կարող ես բալանսի բերել։ Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես է էմոցիոնալ, հույզերի մեջ, ստրեսի մեջ մարդը անպայման կամ շնչառքելություն են, կամ սրտխփոց, կամ հեվոց, կամ հակառակ վախից շունչն է պահում։ Այսինքն ամեն ինչ արտահայտվում է շնչառության վրա։ Եվ հնարավոր էլ չէ առանց շնչառության այդ էմոցիաները կարգավորել։ Դրա համար այնինչ դուք սովորում եք շնչառական վարժություններ մեր էջերում, իմ հիմնական Aeroflex էջում, հա, Facebook-յան եւ Instagram-յան, ինչպես նաեւ YouTube-ում, շուտով ասեմ, որ ավելի հետաքրքիր բաներ են սպասվում YouTube-յան մեր էջում, անընդհատ լինելու է ինֆորմացիաներ եւ գիտական, եւ բացատրողական, եւ իհարկե պրակտիկ։ Եվ այսպես, սիրելիներս, եկեք ընտրենք մեզ հարմար տեղ, դիրք, մեկին դուր է գալիս պարկած, կարող է պարկած անել, բայց սովորաբար մեդիտացիաների ժամանակ խորհուրդ է տրվում, որ այս առանցքը մեր գագաթ ողնաշար ուղիղ լինի։ Դրա համար եթե հնարավոր է ուղիղ նստել, նստած վիճակում դուք չեք քնի, հա, միշտ խնդիր կա, որ մարդը կարող է մեդիտացիայի ժամանակ քնել։ Նորից մեդիտացիան կաշխատի, բայց բոլորովին այլ է, երբ դուք սթափ վիճակում եք։ Նաև տեսեք, մեդիտացիայի ժամանակ որպես սաբոտաժ, այսպես կոչված, կարող է ձեր օրգանիզմում սկսվի ինչ-որ քորել ուզենաք, հեռախոսը զանգի, ինչ-որ բան խանգարի, դրա համար ամեն ինչ փորձում եք անջատել։ Փորձում եք որքան հնարավոր է այդ ժամանակահատվածը նվիրել ինքներդ ձեզ եւ որքան հնարավոր է զգաք։ Այսօր այն վիբրացիաներն են երկրագնդի վրա, որ մարդը ոչ թե պետք է ուղղակի պատկերացնի, այլ եթե առաջ ասում էին վիզուալիզացիա, տեսնել այդ պատկերը, ապա այսօր պետք է նաև զգալ։ Եվ ըստ որում որքան զգաք դուք, թե որտեղ է ձեր մարմնում այդ խնդրեմը կամ հակառակ այդ լավ զգացողությունը, դա ավելի շատ է հոգեբանորեն ձեզ օգնում ազատվել խնդրից եւ հակառակը լուծել, հասնել երազանքներին։ Լուծել խնդիրներ եւ հասնել երազանքներին։ Եթե հարցեր կառաջանան, հիմա առաջին այս 5 րոպեն, երբ ուղղակի բացատրում եմ, կարող եք գրել սիրելիներս։ Ես ուզում եմ տեսնել, դուք պատկերացրեցիք, որ վերջին post-ի տակ կարող եք comment գրել, դրա համար մտնում եք հետ Aeroflex-ի edge եւ այնտեղ ուղղակի գրում եք մեր Telegram-ում։ Վերջում անպայման կկիսվեք ձեր զգացողություններով, ում մոտ ինչպես ստացվեց, ով կարողացավ կամացեին ձայնը, իրոք կամացե թե լավ է լսվում, ես փորձեմ մի քիչ էլ բարձրացնել, բայց ինձ թվում է բավականին ուժեղ է ինձ մոտ։ Լավ լսվում է, դա երևի ձեր մոտից է։ Սիրելի Գոհար, մի հատ դուրս եկեք նորից մտեք, կարող է ձեր հեռախոսից է, նորից միացրեք միկրոֆոնը ուշադիր եղեք։ Ինչպես ասեցի, անհրաժեշտ է ուղղակի կենտրոնանալ մեր զգայությունների վրա։ Շատ լավ։ Հիմա կարող եք մի քիչ ջուր խմել, որտեղ հետո ընթացքում խորհուրդ չի տրվում ինչ-որ շարժումներ կատարել, այլ կենտրոնանալ։ Եվ այսպես, հիմա ուզում եմ ձեզ բացատրել մի տեխնիկա, միգուցե եւ ձեզնից ոմանք տեսած կլինեն իմ YouTube-յան էջում, կարծեմ կար, եւ մեր ռուսական էջում կա, կոչվում է տեխնիկա էմոցիոնալնե սվաբոդի, այսինքն էմոցիոնալ կամ հուզական անկախության տեխնիկա։ Ինչ է դա նշանակում։ Մարդիկ այսօր շատ ստրեսային են, լարված են, վախերի ու տագնապների մեջ են, անընդհատ կրկնվող իրավիճակների մեջ են, հիշեք կպչուն մտքերի,
անընդհատ գլխում պտտեցնում են իրենց խնդիրը, խնդրեմը, միտքը եւ չեն կարողանում այս ժամանակահատվածում արագ փոխել միտքը այլ ինչ որ գործողության կամ մտքի վրա եւ անընդհատ մնում են իրենց խնդրեմի վրա իսկ ինչպես գիտեք ինչ մտածեք դա քաշում եք դեպի ձեզ այդ առումով միշտ են ասում դրականը մտածեք բայց մարդիկ կան որ ինչքան էլ ուզեն չեն կարող հատկապես եթե կա մարմնում ֆիզիկական խնդիր հոգնած են, թույլ են, հիվանդ են, ցավեր ունեն, բորբոքային process ունեն, իրենք չեն կարող կենտրոնանալ դրական մտքերի վրա։ Ասեմ, որ սրա հիմքում կարող է լինել նաև աղիքային խնդիրներ, սերոտոնինի վատ սինթեզ, օգտակար միներալների պակաս, այդ մասին ես շատ եմ խոսում մեր մյուս էջերում։ Անհրաժեշտ է այդ դեպքում մի հատ համալիր հետազոտում մեր կենտրոնում կամ եթե այստեղ չեք on-line խորհրդատվություն, որ parzենք ֆիզիկական են պատճառները ձեր մտքերի, թե իրոք հոգեբանական են։ Այս առումով գործում է նաև մեր հոգեֆիզիոլոգիական ծրագիրը, այսինքն եւ ֆիզիկական խնդիրների լուծում եւ հոգեբանական։ Ինձ թվում է արդեն պատրաստ ենք, ել չեմ երկարացնում եւ սկսում ենք առաջին տեխնիկան։ Ուրեմն մեր մարմնում անպայման դուք հիմա եթե կենտրոնանաք ձեր մեջ, կզգաք այդ լարվածությունը ինչ աստիճան ունի։ Եկեք հիմա հասկանանք, մեկի մոտ դա կարող է վախի ձևով, մեկի մոտ տագնապի անհանգստության, մյուսի մոտ լուրջ ինչ-որ սիմպտոմ է, անընդհատ կպչուն միտք է, դուք չեք կարողանում միանալ, փորձում ենք հիմա կենտրոնանալ մեր մարմնի մեջ և զգալ Եկեք հաշվենք 1-ից 10 բալանոց համակարգով ձեր լարվածությունը, անհանգստությունը, վախը քանի բալ է։ Թեթև վիճակը 1 բալն է, ամենավատը 10 բալն է։ Հիմա եկեք գնահատենք։ Եթե շատ վատ եք, հնարավոր է նույնիսկ 10 հասնի։ Հիմնականում ովքեր նևրոզ են ունենում, ովքեր անդադար հակադեպրեսանտների ընդունում են իրականացնում, նրանց մոտ կարող է եւ 10 լինել։ Մարդիկ կարող են որ դա լինում է 6-ի, 7-ի, 8-ի շրջանում։ Եկեք հիմա միասին գնահատենք ձեր խնդիրների լարվածության աստիճանը։ Ինչու եմ սկսում այս առաջին մեդիտացիան լարվածությունից, որովհետեւ դա բոլորիս մոտ այսօր շատ է։ Արթնանում եք առավոտյան ու մտքում արդեն պտտում եք, ինչ պիտի հասցնեմ, ոնց պիտի անեմ, բայց կարող է չստացվի, բայց ու բոլորիս մոտ հիմքում վախն է, որ կարող է լավ չլինեմ, որ կարող է չստացվի։ Եկեք գնահատենք եւ ովքեր կարող են, խնդրում եմ կոմենտում գրեն ում մոտ իր խնդիրը լարվածությունն է, վախն է, տագնապն է, անհանգստությունն է, քանի բալ է։ Ուրեմն 1-ը թեթև վիճակներ, 10-ը վատ։ Ֆիքսեք յուրաքանչյուրը ձեզ համար, որովհետև քիչ հետո կատարելու ենք տեխնիկա եւ նորից վերահաշվարկելու ենք։ Շատ լավ։ Հարփինեն 7-ից 8 շատ լավ։ Հասկացանք։ Գրեք սիրելիներս, գրեք, որ ես պատկերացնեմ եւ հետո տեսնենք ինչ է փոխվում։ Ընդամենը 3-ից 5 րոպե կարող է տևել այս պրակտիկան, բայց զգալի փոխի ձեր մոտ այդ բալը։ Դրա համար հիմա կենտրոնանում եք եւ ձեզ ներկայացնում եմ մի քանի շատ կարևոր կետ։ Համար առաջին կետը, տեսեք, միաժամանակ տարբեր կետեր մեր դեմքի վրա, մարմնի վրա կապված են որոշակի օրգանների աշխատանքի հետ։ Այ վախերը հիմնականում այստեղ են եւ դա երիկամի կետն է։ Հաջորդ կետը դա այս մասն է, հետո գտնում ենք աչքի տակ, իջնում ենք քթի ներքև, իջնում ենք այսպես կզակի դնչի վրա, իջնում ենք, եթե ուշադիր լինեք, սրանք նաև լիմֆատիկ կետերն են։ Ես ես հետ անելու եմ, կրկնելու եմ, դուք մտքում իմ հետևից կրկնում եք այն բառերը։ Սա ակտիվ մեդիտացիայի տեսակ է, սիրելիներս, եւ ակտիվ տեխնիկա։ Գնացինք։ Հիմա բոլորս միասին սկսում ենք հարվածել յուրաքանչյուր կետին, ահա այս երկու մատով կամ ահա այսպես, ինչպես ձեզ հարմար է, թեթևակի, մոտավորապես 7-ից 10 անգամ ամեն մի կետին,
Եվ ասում եք, ես հիմա լարված եմ։ Ես զգում եմ, որ ունեմ վախեր։ Ես կարող եմ անհիմն անհանգստանալ։ Կամ իրոք վախում եմ, տագնապներ են, ես լարվում եմ։ Ես դա գիտակցում եմ և ընդունում եմ։ Այդ բոլոր մտքերը ես եմ ստեղծում իմ մեջ։ Ես գիտեմ, որ նաև ես եմ մեղավոր։ Եվ ես պետք է փոխեմ իմ մեջ այդ բոլոր վատ, ինձ բլոկավորող մտքերը։ Եվ հիմա միասին ազատվում ենք։ Բաց ենք թողնում բոլոր անհանգստացնող մտքերը։ Մենք այստեղ ենք, միասին, մենք ուժեղ ենք։ Ազատվում ենք։ Հրաշալի ձևով, արագ, թեթև, բաց ենք թողնում մեզ անհանգստացնող մտքերը, լարվածությունը, վախը, տագնապը, ցավը, այն հույզերը, այն էմոցիաները, որոնք միայն ուժեղացնում են իմ վատ տրամադրությունը, ես բաց եմ թողնում։ Հենց հիմա, հենց այստեղ մենք ազատվում ենք։ Բաց ենք թողնում։ Թեթևանում ենք։ Մենք ժպտում ենք, քանի որ մենք ենք ամենահզոր և ամենասիրելի մարդը ինքներս մեզ համար։ Ինչ էլ որ լինի, մենք սիրում և ընդունում ենք մեզ այնպիսի, ինչպիսին կանք։ Ազատվում ենք, հանգստանում ենք, բաց ենք թողնում, թեթև, արագ, հանգստանում ենք, բռնում ենք ձեռքը, ահա այսպես, խորը շունչ ենք քաշում քթով ու արտաշնչով բաց ենք թողնում անհանգստությունը, լարվածությունը, ցավը, ևս մեկ անգամ խորը շունչ, արտաշունչ, նորից շունչ ու շատ դանդաղ, որովայնը չեք մոռանում հետ քաշել, արտաշունչ։ Եվ եթե կա ձեռքի տակ ջուր, մի կոմ ջուր։ Մենք արեցինք էմոցիոնալ ազատության տեխնիկա, ընդամենը կարճ 3-ից 5 րոպե տևողությամբ։ Հիմա եկեք միասին գնահատենք այն 7-8 բալը, որ կար սկսելուց։ Այ Արփինեի մոտ այդքան էր։ Հիմա ինչքան է սիրելիներս։ Կամ ինքներդ ձեզ մոտ, եթե ստացվեց կատարել, եկեք գնահատենք ու տեսնենք փոխվեց թե չփոխվեց։ Ասեմ ձեզ 90% դեպքերում մինիմում 1 բալ իջնում է, միջինում իջնում է 2-3 բալ, ու ամբողջովին ահա Արփին է, հրաշալի, ինչպես եւ ասեցի, 7-8-ը դարձավ 4-5, հրաշալի է, տեսեք կարծես թե ոչինչ չարեցինք, բայց մենք աշխատեցինք մարմնի համապատասխան կետերի վրա, միտքը ազատեցինք, կենտրոնացանք, հանգստացանք։ Այս տեխնիկան կարող եք կրկնել 2-3 անգամ, ասեք ձեր բառերով, ինչից եք ուզում ազատվել։ Ես ուղղակի ընդհանուր էի խոսում շատ կարճ, բայց դուք կարող եք վերցնել հենց ձեր խնդիրը, կարող եք կրկնել այս ցիկլը, կետերը միայն հիշեք, տեսեք, հոնքերի կենտրոն, հոնքերի ավարտ, աչքի տակ, այստեղ լյարդի կետերն են, ստամոքսի կետերն են, իմունիտետի, ավշային ամենամեծ կենտրոնները,
Եվ իհարկե գագաթը կապը տիեզերքի հետ ու բաց եք թողնում ու վերցնում դրական։ Շատ լավ, շատ լավ։ Կետերը կհիշենք, այս տեխնիկան ձայնագրությամբ նորից կկատարեք սիրելիներս։ Կա այս տեխնիկայի ավելի երկար է, մոտավորապես 20 րոպե, կես ժամ, ուղղակի քանի որ մենք բոլորս անընդհատ խնդիր ունենք ժամանակի, եկեք սովորենք արագ, կարճ, переключаться, հա, ճտիկը փոխենք, անջատենք խնդրից, փոփոխենք ալիքը։ Այս տեխնիկան կիրառեք ցանկացած խնդրի համար։ Այն ինչ որ վատ բան եք կանխազգում, ինչ որ սպասում եք հանկարծ երեխայիս հետ մի բան չլինի, կամ երեխան է հիվանդ, դուք կարող եք ասել, ոչ թե երեխան է լավանում, այլ ես երջանիկ եմ, ես հանգիստ եմ, քանի որ ուրախանում եմ առողջ երեխայիս հետ շփումով, առողջ երեխայիս հետ շփումով։ Իսկն ոչ թե խոսում ենք երեխայի անունից, այլ հիշեք միշտ խոսում եք ինքներդ ձեր անունից, որտեղ դա ձեզ է ուրախացնելու հաճույք պատճառելու։ Միայն դրա համար է վերևից դրական էներգիան արագ իջնում։ Հիշեցինք։ Դուք կարող եք խնդրել, ես ուզում եմ երջանիկ լինել իմ ընտանիքի հետ, իմ երեխաների հետ, բոլորս առողջ լինենք, բայց ես եմ երջանիկ իմ ընտանիքի առողջ անդամներով։ Ասեք դուք մի նախադասություն ասացիք, բայց եւ դուք եք երջանիկ, եւ ձեր ընտանիքի անդամներն են առողջ։ Այսինքն մտքեր թեթևակի, հա, նյուանսներ նախադասության մեջ, որոնք բոլորովին այլ բաներ են ցույց տալիս։ Ուրեմն էմոցիոնալ ազատման տեխնիկա։ Կա նաև նույնիսկ բավական կարճը, ես շատ ժամանակ չեմ ունենում, ուղղակի ինձ մտքում ասում եմ կարճը։ Ազատվում եմ։ Մտքումս արդեն մտածում եմ ինչից։ Բաց եմ թողնում այս իրավիճակը, բաց եմ թողնում վախս, հանգստանում եմ, թեթևանում եմ, ես հանգիստ եմ ու բռնում եք, հասկացաք, ու այս ցիկլը կարող եք գտնել 3 անգամ, ամեն անգամ շունչ արտաշունչով բաց թողնել։ Թվում է կարճ, բայց միևնույն է աշխատում է։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե պրակտիկան սկսեք կրկնել, ձեզ մոտ կդառնա դա արդեն սովորություն։ Եվ բավական է այս կետին հարվածեք, դուք կզգաք միանգամից թեթևանում եք։ Մենակ իմ գլուխը միանգամից թեթևանում է, հենց հարվածում եմ այս կետերին։ Իհարկե չեմ ուզում խորանալ իմ չինական բժշկության մեջ, որ կետը ավելի շատ ինչպես է աշխատում, բայց նույնիսկ եթե չգիտեք, հիշեք այս մի քանի կետը։ Սա մի տեխնիկա, սիրելիներս։ Ինչպես եք ձեզ զգում։ Խնդրում եմ գրեք։ Սա ամենաթեթև, արագ, ակտիվ մեդիտացիաներից է։ Ինքը մեդիտացիան կետայինի հաշվին ձեզ ռելաքսացիայի է բերում։ Հիմա կատարելու ենք արդեն մեդիտացիա ավելի խորը, մկանային, մտքային ռելաքսացիայով, բայց ելի աշխատելու ենք շատ երկար չլինի։ Կլինի ընդամենը մի 10 րոպեի չափով։ Առաջին մեդիտացիան դա մեր մաքրող մեդիտացիան է լինելու, սիրելիներս։ Ազատվելու ենք նորից այն խորացած, արմատացած խնդիրներից, որոնք ինքներդ եք ձեր մեջ ստեղծել կամ կա ձեր միջավայրում, որը անընդհատ ձեզ նեղություն է տալիս։ Հիշեք, խնդիրների մեծ մասը, երբ որ դուք անընդհատ մեջից եք մտածում, ավելի եք խոշորացնում։ Կա այսպիսի մի տեխնիկա, կողքից նայել այդ խնդրին, հա, կողքի դիտողի տեսանկյունից։ Դա հեշտ է ասելը, դժվար է անելը, բայց փորձեք։ Այդ դեպքում դա ավելի շուտ է թեթևանում, կամ խնդրեմը այդքան վատը չի թվում։ Հոգեբանները միշտ ասում են, պետք է փոխեք վերաբերմունքը այդ խնդրի հանդեպ, բայց նորից դա շատ դժվար է, սիրելիներս։ Հիմա մենք կկատարենք շատ հետաքրքիր մտային աշխատանք մեդիտացիայի, ռելաքսացիայի պայմաններում, եւ դուք կտեսնեք ինչպես եք պոկելու, հանելու ձեր ուղեղից, ձեր մտքից արմատացած վատ, ինչպես է կոչվում, ուստանովկաները, հա, համոզմունքները։ Եվ եկեք հիմա սովորենք նախ ինչպես ենք զգալու ու պահելու մեզ այս մեդիտացիայի ժամանակ։ Գտեք ձեզ համար հարմար դիրք։ Ողնաշարը փորձեք որքան հնարավոր է ուղիղ պահել։
գագաթը զգալ, որպես կանալ էներգիայի եւ ոտքերը ամուր հպված լինեն պարտադիր գետնին։ Հիմա սկսում ենք շնչել միասին, փակ աչքերով։ Ես դիտմամբ ոչ մի երաժշտություն չեմ դնում, որ իմ ձայնը լավ լսվի, ես որոշել եմ երաժշտությամբ, բայց հիմա չեմ միացնի, որ դուք ուղղակի կենտրոնանաք իմ ձայնի վրա։ Ուզում եք փորձեմ երաժշտություն, բայց ամեն դեպքում ինչպես է, լսվում է։ Չի խանգարում իմ ձայնին։ Շատ լավ, շնորհակալ եմ Հասմիկ ջան։ Եվ այսպես, կենտրոնացանք։ Հագուստը ևս իրենից մեդիտացիայի ժամանակ ցանկալի է լինի չձգող, չխանգարող։ Սկսում ենք առաջին արտաշունչը բերանով, որովայնը հետ տանելով, երկրորդը քթով խորը շունչ, ու հիմա շատ դանդաղ սկսում եք արտաշնչել քթով, կատարելու ենք քառակուսի շնչառություն, 4 հաշիվ շունչ քթով, 4 հաշիվ պահեք, 4 հաշիվ արտաշնչենք քթով, 4 պահենք, շունչ, պահեցինք, արտաշունչ, քթով, պահեցինք, կենտրոնացեք միայն շնչառության վրա, հանգիստ ներշունչ ու հանգիստ արտաշունչ, ամեն շնչով լիցքավորվում եք, ամեն արտաշնչով ազատվում լարվածությունից, որտեղ կա լարված մկան, ուսերը, ողնաշարը, մեջքը, հանգստացրեք, դեմքի միմիկան թուլացրեք, շունչ քթով, արտաշունչ, դուք եք ու ձեր մարմինը, այժմ մտովի նայում եք վերև ու տեսնում եք պարզ սպիտակ լույս, շնչում, արտաշնչում ենք այդ լույսի միջոցով, այդ լույսի մեջ փորձում եք տեսնել պատկեր, կարծես մի գեղեցիկ այգի է, ամենաբազմազան ծաղիկներով, գունավոր, գեղեցիկ, ուզում եք մտնել այգի և հանկարծ սկսում եք տեսնել մոլախոտեր, փշոտ ծաղիկներ, որոնք խանգարում են ձեզ հասնել այդ գունավոր, գեղեցիկ ձեր ծաղիկներին, ամբողջ այգին ցավոք լցրել են այդ մութ, սև, փշոտ մոլախոտերը, դրանք ձեր վատ, մութ, տագնապային մտքերն են, իսկ ծաղիկները այն դրական մտքերը, որոնց դուք չեք կարողանում հասնել, հիմա պատկերացրեք բոլորս հագնում ենք հատուկ ձեռնոցներ, պարտեզպանների, այգեպանների և սկսելու ենք արմատախիլ անել, օկել բոլոր մոլախոտերը, հանգիստ շունչ, հանգիստ արտաշունչ, զգացեք այդ այգին, տեսեք այդ փշոտ ծաղիկները, բարձր են, ցածր են, հաստ են արմատները,
Պոկվում են, չեն պոկվում։ Այժմ տալիս եմ ձեզ ժամանակ, սկսում եք պոկել, արմատան խիլ անել այդ բոլոր շոտ ծաղիկները։ Մի ծաղիկը դժվար է պոկվում, մի մոլախոտը դժվար է դուրս գալիս, մյուսը հեշտ։ Մաքրում ենք, միաժամանակ մտքում կրկնում։ Ես ազատվում եմ այս բոլոր ինձ խանգարող համոզմունքներից։ Ինձ տագնապի անհանգստության մեջ պահող այս մտքերից։ Նրանց բոլորին ես հեռացնում եմ իմ կյանքից։ Իմ կամքը ուժեղ է։ Ես հաճույք եմ ստանում։ Ես թեթևանում եմ այս պրոցեսից։ Մաքրում եմ իմ գեղեցիկ մտքերի այգին բոլոր մոլախոտերից։ Պոկում ենք, լցնում ենք ինչ-որ արկղերի մեջ կամ տոպրակների մեջ, պարկերի մեջ։ Անցեք նորից եւս մեկ անգամ ամբողջ այգով, արդյոք թողել եք ինչ-որ տեղ մոլախոտ, փուշ, խանգարող բույսեր, պոկեք, մաքրեք, լցրեք եւ հանեք այգուց։ Այժմ մոտեցեք ու սկսեք փխրեցնել նրանց տեղը հողը։ Ջրեք, որոնք ձեզ խանգարում են։ Աշխատում ենք հեռացնել բացասականը եւ մոտեցնել ամբողջ դրականը։ Հիմա ես ձեզ ժամանակ եմ տալիս 1-2 րոպե, որ հիանաք ձեր այգում աճող այն բոլոր գեղեցիկ ծաղիկներով, որոնք դուք եք աճեցրել եւ հիմա ավելի եք շատացնում։ Ազատվում եք բացասական մտքերից ու բերում դրական մտքեր։ Հանգստացեք, ուրախացեք, փորձեք տեսնել գույներ, վառ գույներ, կարմիր, դեղին, կապույտ, մանուշակագույն, կանաչ այգի։ Սա ձեր այգին է, ձեր հանգստության, խաղաղության, հաճույք ստանալու վայրը։ Դուք կարող եք ձեր մտքերով ձեր կյանքը եւ իրավիճակը եւ նոր իրականությունը փոխել։ Եթե զգացիք, որ այլևս մոլախոտեր չեն մնացել եւ արդեն սկսում են բացվել քաղած մոլախոտերի փոխարեն նոր վարդեր, նոր ծաղիկներ, ամեն մեկը թող ընտրի իրեն հաճելի բույսեր, իրեն հաճելի ծաղիկներ եւ հիանա իր աճեցրած այգով։ Խորը շունչ, արտաշունչ, նորից շունչ, արտաշունչ։ Մենք այժմ դուրս կգանք մեր այգուց, կվերադառնանք իրականություն, բայց հիշեք, ցանկացած պահի, երբ զգաք, որ նորից կա լարվածություն, կպչուն միտք, տագնապային միտք, կարող եք հետ վերադառնալ եւ այդ նոր աճած մոլախոտերը նույն ձևով պոկել ու հեռացնել։ 3 անգամ քթով խորը շունչ, քթով արտաշունչ, նորից շունչ, քթով արտաշունչ,
Սկսեք շարժել վերքերը, մատները, ուսերը ու դանդաղ բացել աչքերը։ Հանգիստ, թեթևացած, զգացեք, որ չկան այդ բլոկերը, այդ վատ մտքերը։ Հնարավոր այսօր ինչ-որ մեկը կարողացավ կեսը քաղել, ինչ-որ մեկը ամբողջը մաքրեց, բայց միևնույն է, յուրաքանչյուրս տեսանք, որ իրոք կան այդ մոլախոտերը։ Հիշեք, մեր ուղեղը մոլախոտերի համար չի։ Մեր օրգանիզմը պետք է լիցքավորել միայն դրականով։ Դրա համար սիրելիներս սովորում ենք կյանքի ծաղիկները տեսնել, ուրախ կողմերը։ Դու գիտեք, որ կան մարդիկ, երբ որ ասում են լիքը թե դատարկ է բաժակը, հա, այդ խոսքը, որը խոսում է մարդկանց վերաբերմունքի մասին, նույն պրոցեսի վերաբերյալ։ Եվ մեկը կարող է նույն բանը նկարագրել շատ վատ բառերով, մյուսը այդտեղ վատ բան չտեսնի։ Դա կախված է մեր ներսի իրավիճակից։ Ինչպես էր սիրելիներս մեդիտացիան, ովքեր կարողացան պոկել մոլախոտերը, տեսնել։ Խնդրում եմ հետադարձ կապ տվեք, մի քիչ իհարկե դժվար է, Facebook-ում ավելի հեշտ են գրում կամ Instagram-ում, բայց այստեղ են գրում։ Այս տեխնիկան կոչվում է ներքին համոզմունքների բացասական մտքերի մաքրում, հեռացում։ Սա հեշտ տեխնիկա է պատկերացնելու համար, դրա համար ես սկսեցի սրանից, ովքեր մեդիտացիաներ անում են, իրենց համար սա հեշտ է։ Ովքեր ընդհանրապես մեդիտացիաներ չեն արել, մի փոքր կարող է դժվար լինել սկզբում պատկերացնել, բայց այգի եւ ծաղիկ հաստատ բոլորս կարող ենք պատկերացնել։ Դրա համար ինքը պարզ մեդիտացիաների դասին է դասվում այս մեդիտացիան, բայց նաև շատ կարելի է այրել։ Ով ինչ ուզում է, այդ ձեր մոլախոտերն էին։ Ով կիսատ պոկեց, վաղը նորից կվերադառնա ու կշարունակի։ Շատ ուրախ եմ, Արփինե ջան, որ ձեզ դուր եկավ, ովքեր թեթևություն զգացին, ովքեր զգացին, որ իրոք ինչ-որ վատ մտքեր գնացին։ Ուրեմն, ամեն ինչ նորից կրկնությունով է պետք զգալ, սիրելիներս։ Վաղը, մյուս օրը նորից անդրադարձեք այս մեդիտացիային։ Մի օրում չեք կարող։ Սկսեցիք հորանջել, դա նորմալ է, բացասական զաժիմը, հա, բլոկը, սեղմվածությունն ենք հանում դրանով։ Հորանջելը նաև վերել եւ վայրեջ էներգիաներն է աշխատացնում։ Դա շատ լավ է։ Հետևեք ձեր մարմնի զգացողություններին, ասում են ռեֆլեքսիի ծելը, հա, մեկի մոտ կարող է գլխապտույտ առաջանալ, մյուսի մոտ գլխացավ, մեկը ընդհանրապես կատաղում է, չի ուզում անել, դա ներքին սաբոտաժն է, այսքան պայքարը, դիմադրությունը, որ դու չես ուզում թողնել քո մտքերը վատ։ Նման բաներ էլ հնարավոր են լինել։ Մեկի մոտ կարող է ձեռքը ձգվել, ոտքը ցավալ, այսինքն քորվել, ամեն ինչ հնարավոր է մեդիտացիաների ժամանակ, որտեղ մեր գիտակցականը չի ուզում թողնել, որ մենք ենթագիտակցականից հանենք վատը եւ բերենք մեզ անհրաժեշտ վիճակները։ Հոյակապ է, սիրելիներս, կարողացանք, մի քիչ իհարկե տեխնիկապես դժվար են մտնում, հասկացաք, որ կարող եք կառավարել, շատ հրաշալի, Արփինե ջան, ճիշտ եք, ասեցի ձեզ, ամեն ինչ մեր ձեռքերում է, այս ձեռքերով կարող եք պոկել, շպրտել, այդ վախերը, տագնապները ձեր մեջ արմատացրել եք միայն դուք։ Դուք էլ պետք է պոկեք, ոչ ոք չի գալու ու ձեր փոխարեն չի պոկելու, այսինքն սպասել, որ հոգեբանը, բժիշկը, ինչ որ դեղը դա ձեր մեջից կհանի, հնարավոր չէ։ Պարզ լույս եք տեսնում, էլի լավ է, տեսեք, լույս տեսնելն էլ է շատ կարևոր, որտեվ սկզբում լույս, հետո քիչ գույն։ Հիմա ես մի հատ կարճ տեխնիկա կտամ ձեզ, որ դուք փորձեք զգացողություններ առաջացնել։ Հետո ես հաջորդ դասընթացների ժամանակ, երբ որ շարունակական անենք այս մեդիտացիաները, իմիջիալոց ձեզանից է կախված, ինչքանով կկիսվեք մեր մեդիտացիաներով այլ մարդկանց հետ, որ մեր խումբը շատանա,
ինձ պետք են համախոհներ, մարդիկ, ովքեր սիրում են աշխատել եւ ուզում են աշխատել իրենց վրա։ Գիտեք, ես ինչու ընդհանուր էջով չեմ անում Facebook-ի կամ Instagram-ի նման մեդիտացիաները, որտեղ այն մարդիկ, ովքեր ես հիվանդ եմ, ինձ մեդիտացիան պետք չի, հա, եւ նայելով ինձ որպես բժշկի, իրենց համար կարող է անհասկանալի լինել, թե բժիշկն ինչի է եկել հիմա էլ մեդիտացիա է անում, կամ հասկանում եք մարդկանց մենտալիտետները տարբեր են։ Եվ այս Telegram-յան ալիքում ինքը հենց հատուկ հոգեբանական, էզոտերիկ պրակտիկաներին վստահող, ծանոթացող մարդկանց եմ հրավիրում։ Նաև ուզում եմ հրավիրել այն մարդկանց, ովքեր Հայաստանում են, գրանցվել եւ գալ մեզ մոտ կենտրոն, որտեղ մենք կանենք հենց բաց դաս մեդիտացիաների նվիրված, այսինքն օֆլայն։ Դեք մարդկային շփումը անմիջական բոլորովին այլ է։ Այս Կիրակի օրը ես ինքս էլ էի գնացել հատուկ տրանսֆորմացիոն խաղի հոգեբանական եւ 5 ժամը ինչպես թռավ, սիրելիներ, ես նույնիսկ մենք չհասցրեցինք զգալ։ Ըստ որում բիզնեսում հաջողությունների հասած կանայք տարբեր ոլորտներից եւ բոլորովին իրար չճանաչող մարդիկ այնքան հաճույքով էին իրար հետ կիսվում, այնքան արագ մտերմացանք, կարծես իրար գիտեինք, չգիտեմ, տարիներ։ Դրա համար ես ուզում եմ, որ մենք բացենք մեր համախոհների ակումբը կամ դպրոցը, որը կլինի եւ ֆիզիկական եւ հոգեկան առողջության, հա, էմոցիոնալ առողջության դպրոց, եւ այնտեղ անընդհատ կկիսվենք մեր մտքերով, մեր զգացողություններով։ Դրա համար սիրելիներս մենք կհայտարարենք օր, ուշադիր եղեք։ Շնորհակալ եմ Գայանե ջան։ Ասեմ ձեզ էլի մի բան, մի շաբաթ առաջ էր մի տարիքով, պապիկ 76 տարեկան մարդ է եկել, ինձ ասում է, Արմենե ջան, ես ձեր բոլոր տեսան, ասում է ամեն գիշեր ես ձեզ հետ եմ քնում, ասում եմ ինչպես, ասում է ամեն օր, երբ ես ձեր ձայնի ելևեջները լսում եմ, կապ չունի ինչի մասին եք խոսում, իմ ներվերը հանգստանում են, ես պառկում եմ ու հանգիստ քնում եմ։ Իմ ասում է խնդիրների 80%-ը անցնում է հենց ես ձեզ հետ եմ։ Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ նույնիսկ առանց ինչ-որ այլ միջոց կիրառելու էլ օգնել եւ մարդկանց մոտ այդ էներգետիկ ազդեցությունը այդքան հաճելի է։ Շնորհակալ եմ ձեզ Գայանե ջան, հետադարձ կապի համար։ Ոչինչ, ովքեր Հայաստանում չեն, մենք կմիացնենք այս օնլայները եւս, իսկ երբ որ կհասնենք Հայաստան, մենք անպայման կհանդիպենք։ Ուրեմն եկեք հիմա, ովքեր են այստեղ, որ ընդհանրապես մեդիտացիաներ առաջ չկան։ Կան այդպիսի մարդիկ։ Կամ մարդիկ, ովքեր փորձում են անել մեդիտացիաներ, բայց չեն կարողանում անջատվել, կամ չեն կարողանում այդ պատկերը տեսնել։ Եկեք հիմա, նույնիսկ առանց աչքերը փակելու։ Պատկերացրեք հիմա վերցնում ենք մի դեղին լիմոն, վառ, հիմա մեդիտացիաները միջից բաց աչքերով են անում։ Փակեք կամ էլ աչքերը, պատկերացրեք այդ լավ դեղին լիմոնը, վրայի այդ իր պուտպուտներով, կեղևը թարմ։ Հիմա դանակով կտրեք այդ լիմոնը ու փորձեք այդ սոկը քամել բաժակի մեջ։ Նաև պատկերացրեք ինչ եք զգում։ Զգացիք այդ լիմոնի համը թթվայնությունը։ Գրեք ինքներդ ձեզ համար, ովքեր կարողացան զգալ այդ համը թթվաշությունը, չէ՞ որ սա ռեֆլեքս է, լիմոնը մենք զգում ենք։ Ինչը որ տեսնել ենք, հեշտ է պատկերացնել։ Հիմա շատ լավ տեսանք։ Վերցնում ենք ձմերուկ։ Ձմերուկի վրայի կանաչ ու սև գծերն ենք պարզ պատկերացնում, տեսնում ենք։ Բոլորս էլ տեսել ենք ձմերուկ եւ հաստատ այդ կանաչ ու սևը կտեսնենք։ Հիմա կտրենք այդ ձմերուկը։ Պատկերացրեք վառ կարմիր, հյութեր ձմերուկ, ոչ թե բաց վարդագույն անհամ, որ ասում է սապոնի նման է ոճառը։ Հա, սապոնն էլ եք չէ՞ պատկերացնում են վառ ձմերուկը։ Չէ, հիմա պատկերացրեք այդ կարմիրը սև մանր կուտերով նույն ձմերուկի համը ու հոտը հիմա կզգաք։ Տեսեք սիրելիներս, որպեսզի սովորեք մեդիտացիաների ժամանակ պատկերացնել պատկերները,
Փորձեք ձեր իմացած առարկաները զգալ։ Կարող եք զգալ ձեր օծանելիքի բույրը, հիշել, հա, մեր մեջ կա հոյակապ մի հմտություն, հիշողություն, որը դուք կարող եք կիրառել մեդիտացիաների ժամանակ։ Հիմա մենք ենք կատարել մեր ներքին երեխային գնալու տեխնիկաները, ես դա կանեմ մյուս մեր մեդիտացիային, բայց այսօր ես ուզում եմ, որ մենք ֆինանսական առատության, հա, իզաբիլիա, привлечение изобилия եւ денежный поток, ֆինանսական հեղեղ, հոսք, поток, ինչպես էր հայերեն, սա քիշեմ, հենց այդ բառը։ Անենք այդպիսի մի հետաքրքիր մեդիտացիա եւ հաստատ կփորձեք տեսնել ինչպես է փոխվում, երբ որ դուք 1-2 անգամ ասեմ դες, որը ես այդ մեդիտացիան անում եմ, այդ օրը շատ լավ, որ ասում է գումարների հոսք է լինում, առատություն է լինում։ Եվ առատություն լինում է ոչ միայն ֆինանսի փողի տեսքով, այլ հիշեք այն հաճույքները, որը կարող եք ձեզ պարգևել այդ ֆինանսի փողի օգնությամբ։ Շատերը այն հին սովետի ժամանակ ծնված մարդիկ, գիտեք, փողի հանդեպ մի քիչ վախ կար, չէ՞, փողի մասին չէին խոսում։ Շատ փող ունենալուց վախենում էին, վայ կգողանամ, վայ որտեղ կպահեմ, վայ բանկում դնեմ կխաբեն, բարձերի տակ էին պահում բանկաների մեջ։ Այդ հին համոզմունքները հաստատ իմացեք, տատիկներից, մամաներից ինքը գալիս է։ Եվ շատերը ամաչում են ֆինանսի մասին խոսելուց, բայց պետք չի ամաչել։ Այսօր օրինակ գալիս են մեզ մոտ մարդիկ, որոնք շատ ցանկանում են անցնել տարբեր պրոցեդուրաներ, բայց ասում են գումար չունեմ, հնարավորություն չունեմ, բայց բնական է, որ մենք էլ չենք կարող ինչքան էլ զեղչեր անես եւ այլ, որ դու աշխատում ես, դու պետք է փոխարենը վարձատրվես մասնագետները, գիտեք, ծախսերը, այնպես որ ֆինանսի մասին խոսելը ամոթ չէ։ Եվ պետք է ֆինանսի մասին ոչ թե խոսել դեֆիցիտի առումից, այլ պետք է խոսել առատությունից։ Ինչ է նշանակում դեֆիցիտային հոգեբանություն եւ առատության հոգեբանություն, որ ոչ թե պետք է ասես վայ փող չունեմ, հա, այս թանկ մեքենան իմ համար չի, կամ այս թանկ տունը իմ համար չի, կամ այս թանկ հագուստը իմ համար չի։ Հա, կամ ես ավելավա բավարարվեմ մի հատ, ես լսել եմ իմ տատիկներից, նույնիսկ իմ սկեսուրն էր ասում։ Մենք կարանք մի հատ լոբով ճաշով էլ յոլա գնանք։ Ասում եմ դուք եք սիրում վիչինաներ, ֆիլեներ եւ այլն։ Դա ինչի մասին է խոսում, հա, մարդկանց հոգեբանությունից։ Կամ մարդ, որը ձգտում էլ չունի լավի։ Ինքը կարող է մնալ այս նույնի մեջ բավարարվել։ Կամ մարդ, որը հակառակ ուզում է առաջ գնալ, լավին հասնել։ Հա, այստեղ վիչինայի, ֆիլեի ու լոբու համեմատությունը պատկերացրեք հենց այդ վատի ու լավի փոփոխության մեջ, ոչ թե հենց որպես այդպիսի։ Եվ փողի պակասը, սիրելիներս, շատ սպեկտրների մեր կյանքի ոլորտների վրա ազդում է։ Ուզենք թե չուզենք, այսօր ցավոք այդպես է։ Դրա համար ես ուզում եմ այսօր ձեզ նվիրել մի հետաքրքիր մեդիտացիա, որը կոչվում է ուղղակի денежный поток։ Առատության ու փողի հոսք։ Հիմա աչքերը փակելու ենք, կատարելու ենք ընդամենը 5-7 րոպե, իրենք մեդիտացիաները կարճ են, ես ուղղակի քանի որ ընդհանուր հանդիպում է ու չեմ տեսնում ձեզ, չգիտեմ ինչ մարդիկ են, ովքեր են ծանոթ մեդիտացիաների, ովքեր չի, ուզում եմ նաև խոսքային բացատրություն տալ։ Հիմա կանենք նաև այս մեդիտացիան, կլիցքավորվենք, ըստ որում ասեցի, դա առատության, հոգեբանության ձևավորումն է լինելու մեր մեջ։ Այժմ նորից պատկերների ձևով ենք տեսնելու, որ ձեզ հեշտ լինի իրականացնել։ Ինչպես էինք նոր պատկերացնում լիմոնը, ձմերուկը, մա ինչ որ պատմում եմ, դա փորձում եք տեսնել։ Աչքերը նորից փակեք, ընդունենք ձեզ հարմար դիրք։ Մի օրվա մեջ կարելի է կատարել 2-3 անգամ 4 մեդիտացիա։ Դրանից ավել իհարկե չէ, հատկապես եթե կարճ են, եթե մի ժամանոց մեդիտացիաներ են, դրանք իհարկե абսուրդ են այսօր։ Ես ինքս այդքան ժամանակ չունեմ երկար նստելու մեդիտացիաների։ Երեկոյան կարող եմ տրամադրել մի կես ժամ ինքս ինձ հանգստացնելու ռելաքսացիա համար։
Այժմ սիրելիներս միանանք։ Տեսնում եմ, որ նոր միացողներ կան։ Փակում ենք աչքերը։ Իսկ հաթափում ենք լարված մկանները, ձեռքերը, ոտքերը զգացեք գետնին դրած։ Հետո դուք կարող եք անել նաև պարկած, միայն թե ուղիղ պարկած պետք է լինեք։ Ուղղակի այս մեդիտացիան, այս ճումարի հոսքը ցանկալի է լինել էլի ուղիղ մեջքով։ Այսինքն նստած կամ կանգնած ավելի լավ է։ Փորձելու ենք զգալ հոսքերը մեր մարմնով գնացող ու եկող։ Դրա համար արտաշունչ, քթով շունչ, քթով շատ դանդաղ արտաշունչ։ Նորից փորձենք քառակուսի շնչառություն, 4 հաշիվներ շնչենք, 4 պահենք, 1, 2, 3, 4 հանենք քթով, 3, 4 պահենք, նորից 4 հաշիվ շունչ, 4 պահեք ներշունչից հետո, 4 արտաշնչենք, քթով, 4 պահենք, հանգիստ շնչառություն, ներշունչը և արտաշունչը արդեն իրար են փոխարկվում, շնչով լցվում եք, արտաշունչով թեթևանում, մկանները, ոտքերը, ձեռքերը, ողնաշարը, աչքերը, ծնոտը, լեզուն, թույլատրեք լեզուն վերանում, դա ամենաձգվող ու լարվող հատվածն է, քթով շունչ ու քթով արտաշունչ։ Այժմ մտովի պատկերացնում եք ձեր գլխի վերևում մի լուսավոր գունդ։ Շնչեք, արտաշնչեք այդ գնդի միջոցով։ Ու կարծես էկրանին դուք տեսնում եք այդ սպիտակ լուսավոր գնդից մի ցնցուղ է կախված։ Դուք մտնում եք կարծես ձեր լոգարան, լոգասենյակ, ջուրը դեռ միացված չի, դուք կանգնում եք կարծես այս գագաթը, այդ ցնցուղի տակ, ոտքերը ներքևում արտահոսքի տեղը տրապը։ Այժմ ինքներդ ձեզ ասում եք. Ես ինձ իրավունք եմ տալիս ստանալ այն ամենը, ինչը ցանկանում եմ, արագ, իմ հաճույքի համար, թեթև։ Եվ բացում եք ցնցուղը ու սկսում են ձեր գլխին հոսել ջրի շիթերը, վերևից ներքև։ Ջուրը չի կանգնում ձեր մարմնի մեջ, այն մտնում է, անցնում մարմնի վրայով, շոյում մարմինը, ջերմացնում, հաճույք պատճառում և իջնում դուրս է գալիս արտահոսքի անցքով։ Անվերջ գալիս է վերևից, լիցքավորում ձեզ, մաքրում, հաճույք պատճառում, թեթևություն տալիս ու ամբողջ աղտոտվածության, փոշում մնացորդները, մաքրում, հեռացնում ներքևով։ Նույն կերպ և փողը, դա էներգիա է, իր ձեր մարմինը, դա կարծես մի սափոր է,
որի չափսերը կախված են ձեզնից։ Որքան կարող եք դուք ընդունել, լցնել այդ սափորը այդ առատության ցնցուղից, օգտագործել ձեր բոլոր պահանջմունքների համար, ձեր ցանկությունների համար եւ փոխանցել ներքև։ Այդ սափորը չափերը կախված է ձեր տրամադրությունից եւ ձեր վիճակից։ Որքան դուք դրականի մեջ եք, ժպիտով, լիցքավորված, թեթև եք ապրում, այնքան սափորը մեծ է ու կարծես անտակ, անընդհատ կարող է լցվել։ Գալիս է այդ էներգիան ֆինանսով, առատությամբ, երջանկությամբ, զգացմունքներով, որքան որ պետք է ձեր մարմինը վերցնում է եւ ավելորդը փոխանցում է մյուսներին։ Հիշեք, փողը չի մնում, երբ ուզում եք սեղմել, կուտակել, սեղմվում է նաեւ ձեր սափորի չափը։ Դրա համար հանգիստ եղեք։ Ձեր ցնցուղը միշտ առատորեն կարող է գալ։ Միշտ կբերի այն ինչ ձեզ պետք է։ Մի մտածեք ու միացեք, որ վաղվա համար չի բավարարի գումար։ Վաղվա համար չի բավարարի առողջություն ու էներգիա։ Դուք դա միշտ ունեք ու առատորեն։ Դուք փոխանցում եք այն, ինչ ստանում եք տիեզերքից, մաքրելով ձեր մարմինը, առողջացնելով, վայելելով այսօրվա օրը, շնորհակալ լինելով եւ ինչ որ պետք չի, մաքրում ենք ու ուղարկում ենք երկրի ընդերք։ Շնորհակալ ենք լինում եւ երկրին, այնտեղից եւս ստանում եք էներգիա եւ երկնքին եւ այս հոսքը երբեք չի դադարում։ Դա կյանքն է ձեր մեջ։ Վայելեք հենց հիմա, հենց այստեղ, հենց այս պահին։ Ու մի լարվեք, ու մի մտածեք ոչ անցյալի մասին, ոչ վաղվա, կամ միայն այսօր, այս պահը։ Երբ որ մտածում եք, ահա այսպես, դրական, պոզիտիվ, հաստատ իմացեք, որ դուք սկսում եք կյանքի իրականության այն ճյուղը, որը միշտ հաջողակ է լինելու։ Սա է իմաստը, առատությունը ձեզնից է կախված եւ այն միշտ ձեզ հետ կախված է ձեր ներքնաշխարհի վիճակից։ Շունչ, արտաշունչ, պահեք այս զգացմունքը ձեզ մեջ։ Սիրեք ձեզ, կյանքից ստացեք բոլոր հաճույքները։ Խորը շունչ 3 անգամ, արտաշունչ ու բացեք աչքերը, վերադարձեք, աստիճանաբար շարժեք մարմինը, ձեռքերը, ոտքերը։ Փորձեք զգալ, որ լույսը վերևում անսպառ է։ Էներգիան, առատությունը անսպառ է։ Եվ դուք այն օգտագործելու եք միայն դրական փոփոխությունների վրա։ Ոչ թե պահելու են գումարը սևորվա, հանկարծ չի բավարարի։ Չկա սևոր։ Ինչ կմտածեք, այն կբերեք դեպի ձեզ։ Սիրելիներս, ինչ զգացիք մեդիտացիայի ժամանակ, ես տեսնում եմ, որ մի քանի հոգին են միայն կարողանում օգտվել չաթից ու գրելուց։ Ձայնագրությունը եւս կմնա, դուք կարող եք նորից հետ վերադառնալ, նորից կրկնել մի քանի անգամներ, որպեսզի ավելի լավ զգաք այդ առատության զգացողությունը եւ այդ հոսքը։ Դուք դեռ հորանջում եք։ Դուք բավական լուրջ բլոկեր ունեք ձեր մեջ, սիրելի Ռուզաննա։ Ձեզ հետ պետք է աշխատել
բայց այս մեդիտացիան եւս մաքրող էր, ինչպես հասկացաք, մենք մաքրեցինք եւ լիցքավորվեցինք, եւ այս էներգիան, առատության էներգիան, այդ զգացողությունը, ես ուզում եմ, որ մնա ձեր մեջ, թեթևության զգացողությունը, կյանքին վստահելու զգացողությունը, որ ամեն հաջորդ պահը լավագույնն է լինելու։ Դժվար է, բայց փորձում ենք մարզել ուղեղը, մարզել մեզ։ Ինչպես եք սիրելիներս, ով ինչ զգաց, ով կարողացավ կատարել։ Ես տեսնում եմ, որ չեք հեռացել, ուրեմն վստահ եմ, որ կատարել են, նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն գրել։ Ստացակ, հրաշալի Արփինե ջան։ Հոյակապ է։ Ես հույսով եմ, որ կարողացա կատարել, ովքեր մինչև վերջ չկարողացան անջատվել, հետո կանեք, կլսեք, իհարկե կարող եք սիրելիներս, ես դրա համար էլ հիմա ձայնագրությունը միացրել, հիմա ես կանջատեմ ձայնագրությունը, որպեսզի այն պահպանվի, նորից կլինի մեր էջում, դուք կրկնեք, եւ մեր հաջորդ եթերին մենք կփորձենք որքան հնարավոր է պարբերաբար իրականացնել, ես ուզում եմ, որ հրավիրենք ավելի շատ մարդկանց, որ մեր էներգետիկ էգրեգորը այդ ուժը ավելի հզորանա եւ մեր ցանկությունները ավելի արագ կատարվեն, մեր մեդիտացիաները ավելի ուժեղ դառնան։ Ես հետո դες կսովորեցնեմ շատ տեխնիկաներ, որոնք ես ինքս եմ կիրառում այն պահին, երբ ինչ-որ բան այն չէ թվում է թե կյանքում ինչ-որ բան լավ է, եւ եկեք բոլորս այս պահին շնորհակալություն հայտնենք մեկս մյուսին այն ամենի համար, եզերքին կամ Աստծուն, ով ինչպես ուզում է, եւ շնորհակալության էներգիայով ավարտենք այսօրվա եթերը եւ շնորհակալության էներգիայով դիմավորենք վաղվա առավոտը։ Սիրելիներ, շնորհակալություն, որ այստեղ եք, շնորհակալություն, որ գալիս եք, վստահում եք։ Ես գիտեմ, որ շատ ավելի մարդիկ կուզենային լինել այստեղ, ուղղակի տեխնիկապես չեն կարողացել միանալ։ Թող մեր հաջորդ հանդիպումները լինեն շատ ավելի լի նոր էմոցիաներով, դրական մարդկանցով եւ մեր էներգիան թող անսպառ լինի։ Յուրաքանչյուրից մաղթում եմ առողջություն, հաճելի գիշեր, չգիտեմ ով որ քաղաքում է, ով ինչ ժամային գոտում է, բայց ես ուզում եմ, որ մեդիտացիա կատարելու տեխնիկան դառնա եւս ձեզ համար կենսակերպ եւ միջոց, որպեսզի դուք ձեր կյանքը ավելի լիարժեք վայելեք։ Ես հիմա կանջատեմ ուղղակի ձայնագրությունը։